իմ որդին է, միակ որդին։ Այսօր Գորիսից հասել եմ ստեղ, որպեսի միանամ որդեկորուստների կոչին։ Ճիշտ է, համոզված չէի, որ ևս մեկ անգամ չենք խաբվելու, ինչպես միշտ, ինչպես 6 տարվա ընթացքում։ ԵՒս մեկ անգամ համոզվեցինք, որ խաբված ենք այսօրվա իշխանությունների կողմից։ Ավելի ճիշտ, այսօրվա թուրքահպատակ իշխանությունների կողմից։ Հիմնավորեմ ասածներս։ 44-օրյա պատերազմին մենք էլ ենք, ես Մոսկվայում ատամնատեխնիկ եմ աշխատել, ատամնաբույժ, 20 թվականին եկել եմ, աղբորս հետ մասնակցել ենք։ Մինչև այսօր Աստծուն փառք ենք տալիս, ովքեր գտել են իրանց որդիներին, եղբայրներին, հայրերին, հողին են կազնել։ Բայց կան մարդիկ, որ մինչև այսօր չգիտեն, որդին ողջ է, զոհված է, ու անպատասխան են մնացել։ Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությունների կեղծքաղությանը, հարգելի հայազգ, հարգելի Հայաստանի բնակիչներ, Հայաստանում հայազգից բացի եզդի եղբայրներ կան, հրեաներ կան, բոլորին է վերաբերվում։ Այսօրվա կեղծ իշխանությունը թուրքահպատակ խաղաղություն չի բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էրդողանին եւ Ալիևին։ Եթե չանի հաստատ պատերազմ կլինի, ոչ թե ինքը կլինի, մեկ ուրիշը կլինի, իրանք վախենում են, եթե մեկ ուրիշ իշխանություն գա, կհրաժարվեն Զանգեզուրի միջանցքից, մնացած ոչ հայանպաստ խոստումներից ու ուզած չուզած պատերազմ լինելու է։ Մի խոսքով, մի հավատացեք կեղծ իշխանությանը, այսօրվա թուրքահպատակ իշխանությանը։ Ես մի քիչ հուզված եմ, նույնիսկ դողումա ջանս։ Խոսքս ուզում եմ ուղղել այսօրվա բոլոր ոստիկաններին, հարգելի ոստիկաններ, մենք ձեզ հարգանքով ենք միշտ վերաբերվում, բայց մի բան եմ ուզում շեշտել։ Նիկոլ Փաշինյանը իր հոր ջեբից չի ձեզ աշխատավարձ տալիս։ Այդքան զինվոր չկա պոստերում, ինչքան ոստիկան կա Երևանի քաղաքներում։ Հասկանում եք, ընտանիք եք պահում, երեխա եք պահում, բայց ընտանիք պահելուց առաջ պետք է երկիր պահենք։ Ես Գորիսից եմ, ընկերներ ունեմ նահատակված, ամեն աստծոր ես պանթեոն եմ մտնում։ Նաև հավելեմ, որ արտավազդը նաև որոնողականին է մասնակցել։ Թող մի հատ պետական այր գա, հիմնավորի, որ իրանք մասնակցել են։ Ես չէ, հիմա չեմ ելնում, սենց մի բան ասեմ, 20 թվականի պատերազմը երբ որ ավարտեց, պահանջեցին զենքերը, այսինքն չավարտվեց, երբ որ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրեց կապիտուլյացիայի։ Պահանջեցին իրանց տրված զենքերը ազնեցինք։ 23 թվականին սեպտեմբերի 12-ին մինչև մի շաբաթ շուտ Արցախ հանձնելուց առաջ ես Գորիսի պանթեոնից կոչ արեցի Արցախիներ կռվող տղաներին էլ, որ չհանձնվեն, զենքերը վայր չդնեն։ Ես թուրքի տրախեյ ունեի, ավտոմատ ունեի, չէի հանձնել ճիշտ որ ճիշտ։ Հաջորդ 11-ին կոչ արեցի, 12-ին եկան կալանավորեցին։ Ասեն խիչ ես հանձնել, ասի լավ եմ արել։ Կռիվը չի բրծել, չեմ հանձնել։ Իմ հողը ջրի համար եմ պահում։ Իմ պաշտպանության 3 տարի թաքստոցում է եղել իմ զենք զինամթերքը, ոչ հանել եմ կրակել, ոչ մեկին վախեցրել եմ։ Դատի ժամանակ, երբ որ հարցնում են խիչ ես հանձնել, ասում եմ ես գոնե Թուրքից մի զենք եմ բերել։ Միլիարդների զենք եք հանձնել թուրքերին, ում եք դատել։ Գոռում էր վարչապետի կինը, ավելի ճիշտ ժամանակավոր վարչապետի կինը, որ 11,000 դավաճան կա, 11,000-ից քանի հոգ են դատված, պատասխանատվության ենթարկված։ Զենքը չեմ հանձնել նրա համար, որ ես իմ հողը ջուրը պահեմ։
Հողերը հանձնեցիք, ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ 5000 հոգու մատաղի տվիք, 10,000-ին ինվալիդ սարքեցիք, այսօրվա դրությամբ 191 հոգի, եթե չեմ սխալվում, անհայտների ցուցակների մեջ է, անհայտ է վիճակը, կարգավիճակը։ Ասելիքս նա է, որ ես չեմ հավատում, ես ուզում եմ շեշտել, որ ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ էլ ուզում լինել։ Իմ կուսակցությունը, իմ զինվորն է, իմ մարտական ընկերներն են, կռված տղաներն են։ Չեմ հավատում այս իշխանությանը, բայց հույսս չեմ կտրում, պայքարելու եմ մինչև վերջ որդեգորիստների հետ, որպեսզի քննիչ հանձնաժողովը իր հետաքննության բոլոր հարցերը հրապարակվի, որպեսզի ոչ մեկի համար անհայտ մութ ոչ մի բան չմնա, ու դրա հետ մեկտեղ որպեսզի պատժվեն բոլոր մեղավորները եւ Արցախի հարցում հողերը հանձնելու եւ միլիարդավոր զենքերը հանձնելու եւ մեր նահատակներին մատաղ տալու, ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան։ Այսօր չլինի, վաղը կլինի։ Մեկը դուք ցմահ չեք, գնալու եք օրերից մի օր, ինձ թվում է շատ շուտով հեռանալու եք։ Ու հեռանալու հետ միասին պատասխան եք տալու։ Մենք սենց արհամարված չենք մնալու ձեր կողմից։ Աստված առաջ, ինձ թվում է աղթանակը մերն է լինելու։ Համ Հայաստանում, համ Արցախում, համ մնացած բոլոր բնակավարներում։